Այսօր կեսօրին տարածվեց տեղեկատվություն, որ Փաշինյանի հակաեկեղեցական շարժմանը միացած Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի ուղիղ մասնակցությամբ տեղի է ունեցել ծեսկռտուք։ Ավելի ստույգ Ժամկոչյանը ծեծել է եկեղեցու սարկավակներից մեկին, իսկ օրվա լրահոսի հերոսը 4 ժամ է անհետացել է։ Ողջ օրը լրագրողներից չհաջողվեց պարզաբանում ստանալ իրենից, բայց թե ինչու ինքը Ժամկոչյանը չշտապեց հերքել եկեղեցականին ոչ հարիս սկանդալի մեջ հայտնվելու մասին լուրը, թերևս դժվար չէ կռահել, ուրեմն սուտ չէր։ Մայրաթող Սուրբ Էջմիածնից չեն մեկնաբանում Տիրադավ Ժամկոչյանի ու Սարգսակի ծեսկռտուքի լուրը։ Տեր Առնակ Քահանա Հարությունյանը Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում մեկնաբանեց այսպես. Բան չի եղել։ Այսինքն հերքում եք տեղեկությունը։ Որ տեղեկությունը։ Ոչ ծեծի է ենթարկվել Սարգսակը Անուշավան Ժամկոչյանի կողմից։ Բան չկա, ես գիտեմ, որ չկա տենց բան։ Իսկ ինչ Ծեծ չի եղել, ինչ ծեծ, ով է ծեծի մասին բան խոսացել։ Իսկ ինչ է եղել, ինչ միջադեպ է եղել։ Իսկ ներողություն, այդ միջադեպը ում է դա եղել։ Անուշավան Ժամկոչյանի հետ միջադեպ չի եղել։ Ես այդ առումով չեմ խոսում, մանավանդ որ ինֆորմացիա չեմ, բացարձակ տեղեկություն չեմ կարող տալ։ Մանավանդ ևս որ Անուշավան Սրբազանի հետ տեղեկատվական բաժնի տնօրենը չեմ, էլի կոպիտ ասած։ Իսկ ումից մենք կարող ենք ճշտել, ասում եք տեղեկացված չեք, բայց վստահեցնում եք, որ ծեծի չի։ Եկեղեցի Անուշավան Սրբազանի հետ եկեղեցում։ Եթե տենց է։ Դե դուք որպես այն Սարգսակներին հարցրեք, տեսեք այդ որ մեկնածեծված։ Կարող է երևա ծեծված տեղերը իր վրա, էլի մանե ջան։ Սարգսակներին տեսնեք։ Ես տեղեկություն չունեմ, որ ինչ որ մեկին ծեծել է եկեղեցու մեջ։ Այսքան բան։ Իսկ եկեղեցուց դուրս Մանե ջան, ասում ես ասեցի, ինչ որ տեղյակ եմ։ Մնացածը իմ պատասխանատվության դաշտի մեջ չի եւ իմ ինֆորմացիա ունենալու հարցի մեջ չի։ Ես այդ առումով չկա։ Ում հետ որ միջադեպ է եղել, ով որ կարծում է որ դա ծեծ է, ով որ կազմում է որ դա միջադեպ է, ես չգիտեմ որ անձերի մեջ է, թող իրանք ծեզ ամբողջությամբ ինֆորմացիա